Ողջույն IBFM, ողջույն մեր շատ սիրելի ռադիոլսողներ, ողջույն բոլորնաց ովքեր այս պահին գտնում են IBFM ռադիոկայանի 99.5 հաճախականության ներքո, ողջույն Լուսինե։ Ողջույն Արտակ, ողջույն մեր շատ սիրելի եւ հավատարիմ ունկնդիրներ։ Ինչպե՞ս ես։ Լավ եմ Արտակ, դու ինչպե՞ս ես։ Շատ լավ, բարձր տրամադրություն, իհարկե այսօր օրեն 5 շաբթի, ինչպես միշտ մենք աշխատում ենք ուղիղ եթերում մեր շատ սիրելի ռադիոլսողներ, հետաքրքիր եւ դրական էներգիայով ենք, չէ՞ այսօր եկել եւս։ Այո, ինչպես ամեն 5 շաբթի Արտակ։ Դե ինչ մեր շատ սիրելի ռադիոլսողներ, IBFM-ի եթերում IBFM-ի անցուդարձն է, այս պայս սկսած ծրագիրը հայտարարում ենք բացված։ Զորոմեկ 43 53 19 90-ը այս պահից գործում է, մենք սպասում ենք ձեր հեռախոսազանգերին IBFM ռադիոկայան։ Եվ հենց այս պահից սկսած կարող եք նաև միանալ մեր Facebook-յան էջին Radio IBFM, ինչպես նաև մեր կայք էջին radio-ibfm.com։ Ովքեր այս պահին թռչում են, հայրենիք ձեզ մաղթում ենք, բարի թռիչք եւ փափուկ վայրեջք Արևաշոտ Հայաստան։ Հենց դու քո ավտոմեքենայի մեջ ես, որ սա IBFM ռադիոկայանի 99.5-ը ձեզ կանաչ ճանապարհ ենք մաղթում մեր շատ սիրելի վարորդներ։ Ամեն 5 շաբթի իհարկե առավոտյան ողջույններ ենք ուղարկում այն տղաներին, ովքեր պահում եւ ապահովում են Հայաստանի Հանրապետության ողջ սահմանը, ձեզ ամրություն մեր հերոս տղաներ։ Եթե չլիներ դա, մենք դժվար թե կարողանայինք աշխատել ուղիղ եթերում եւ ապահովել ուղիղ եթերի ողջ ընթացքը, այսօր իհարկե ողջում ենք մեկ մարդու, որ ապահովում է եւ այսպես ասած տեսագրման համակարգը եւ FM համակարգը նույնի շնորհակալություն, որ ապահովում է ամեն ինչ մեզ համար, ողջույն։ Լուսինե, կարծես թե ամեն ինչ ասացինք, փորձում ենք տեղափոխվել ծրագրի առաջին հատված ուր ենք գնում։ Ինչպես միշտ առաջին հատվածում մենք միշտ ներկայացնում ենք մշակութային եւ մարզական անցուդարձը։ Դե սկսում ենք Մշակութային հատվածից, որից հետո արդեն խոսքը կփոխանցեմ քեզ։ Երևանի Թումանյանի անվան զբոսայգում հունիսի 6-ից 13-ը արվեստի սիրահարներն ականատեսը կդառնան բալետային արվեստի հրավառության։ Քաղաքապետարանի նախաձեռնությամբ 3-րդ տարին անընդմեջ տարածաշրջանում իրականացվող բացառիկ փառատոնում ելույթ կունենան Մոսկվայի մեծ, Սանկտ Պետերբուրգի Մարինյան եւ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնները հագեցած ծրագրով։ Հունիսի 6-ին եւ 7-ին ելույթ կունենա Մոսկվայի մեծ թատրոնը հռչակավոր Ժիզել եւ Գալա բալետ ներկայացումներով։ Հունիսի 9-ին եւ 10-ին ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնը Շոպենյանը, Շահերեզադա եւ Գալա բալետ ներկայացումների ցուցադրությամբ։ Հունիսի 13-ին ելույթ կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը Բոլերո եւ Սրբազան Գարուն բալետային ստեղծագործություններով։ Ներկայացումների սկիզբը ժամը 20-ին մուտքն ազատ է, այնպես որ բոլոր նրանք, ովքեր կգտնվեն Երևանում հունիսի 6-ից 13-ը, խորհուրդ եմ տալիս անպայման գնալ եւ մասնակցել այս հրաշագեղ մշակութային միջոցառմանը։ Կանադայի Քվեբեկ քաղաքում տեղի ունեցած ֆրանսախոս երկրների մշակույթի նախարարների համաժողովում քննարկվել եւ հավանության է արժանացել ֆրանսախոս երկրների մշակույթի նախարարների հերթական 2027 թվականի 6-րդ համաժողովը Հայաստանում անցկացնելու հարցը։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի առաջարկն ընդունվել է միաձայն եւ ներառվել համաժողովի եզրափակիչ հռչակագրում, որն առաջիկայում կհաստատվի ֆրանսախոսության միջազգային կազմակերպության կողմից։ 2027 թվականին Հայաստանը հյուրընկալելու է նաև ֆրանսախոսության միջազգային մարզամշակութային խաղերը, այնպես որ բուռն ֆրանսախոսության մշակութային տարի է սպասվում Հայաստանում 2027 թվականին։ Վերջին տարիներին քաղաքամայր Երևանը պահպանելով իր առանձնահատկությունները ավելի է գեղեցկացել մյուրալ հայերեն չեն թարգմանում մուրալ արվեստի շնորհիվ։
Քաղաքի տարբեր շինությունների պատերին տեղ են գտել հուշագրավ պատկերներ, որոնք ոչ միայն վառ են ինքնատիպ են, այլև կրթական, ճանաչողական կարևոր նշանակություն ունեն։ Երևանյան մուրալներից շատերն իրականություն են դարձել մուրալ նախագծերի հեղինակ եւ ղեկավար Դավիթ Խաչատրյանի նախաձեռնությամբ։ Արվեստի այդ ուղղությունն առաջին հերթին ապահովում է քաղաքի ժամանակակից տեսքը։ Այն նաև դաստիարակչական բնույթ ունի։ Կարևորագույն ոլորտներից մեկն է կերպարվեստում, որն ուղիղ կապի մեջ է մտնում քաղաքի բնակչի հետ։ Ժպտացող հայուհի մուտք դեպի արվեստ, ընդվզում հայ եւ իտալացի անվանի նկարիչների վրձնին պատկանող մուրալները նոր շունչ են հաղորդել թե շենքերին, թե փողոցներին, թե քաղաքին։ Պատկերներն անտարբեր անցորդներին երբեմն ստիպում են կանգ առնել, հիանալ, մտորել որոշ հարցերի շուրջ եւ ի վերջո ժպտալ։ Էրեբունի Երևան տոնակատարությունների շրջանակում առաջիկայում Սարյան փողոցում հնարավոր կլինի տեսնել նաև քանդակագործ Արա Սարգսյանի Արգիշտի թագավորին նվիրված քանդակի հիման վրա մշակված խորհրդանշական մուրալը։ Դե այսքանն էր մշակութային հատվածը, լսում ենք Արտակ, ինչ նորություններ կա մարզական աշխարհից։ Այսպես սկսած ես ունեմ երկու հրաշալի նորություն, որը բերել եմ իհարկե IBF-ի տաղավա եւ իհարկե մեզ շատ սիրառած լսողներին, փորձենք այս պահին գնալ առաջ։ Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթահարել է շվեյցարական ATP 250 մրցաշարի երկրորդ փուլի արգելքը։ Ժնևի մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը ճապոնացի Կեյ Նիսկյորին էր։ Երկրորդ սեթի ընթացքում Խաչանովը մրցակցին հրաժարվել է հետագա պայքարից եւ բաց է թողել մրցախաղը։ Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի ATP վարկանիշային աղյուսակում 24-րդն էր։ Ցավոք սրտի նա դուրս է մնացել խաղային համակարգից։ Ինչ արած։ Այսպես էլ է պատահում։ Այո։ Երևանի Արարատ Արմենիայի դարպասապահ Հենրի Ավակյանը անդրադարձել է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում Նուայի դեմ սպասվող դիմակայությանը, շեշտելով, որ Արարատ Արմենիան գիտի թե ինչպես պետք է խաղալ եզրափակչում։ Արարատ Արմենիայում այժմ շատ բան է փոխվել։ Մինչ այստեղ գալը ես դիտել եմ Արարատ Արմենիայի ու Նուա խաղերը, եւ որակապես Արարատ Արմենիան չի զիջել Նուայում։ Նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է Ավակյանը։ Դարպասապահը նշեց, որ ինքը չի ցանկանում շատ խոսել իրենց առաջիկա մրցակից Նուայի մասին։ Մենք Արարատ Արմենիան ենք ու գիտենք թե ինչպես պետք է խաղալ մեր մրցակիցների դեմ, առզացրել է նա։ Շատ լավ Արտակ։ Այս բանից սկսած իհարկե փորձում ենք տեղափոխվել դեպի հայրենիք, ուր ենք գնում Լուսինե։ Այս պահին արդեն շատ կարևոր հատված է մեկնարկում աստղաբանական կանխատեսումներն են։ Վերցնում ենք մեկ գավաթ սուրճ եւ թե ուղևորվում հայրենիքում է գտնվում մեր գործընկերը լավագույնից լավագույն աստղաբան, լավ ընկեր, բազմաթիվ մեդալակիր, այնքան մեդալներ ունի, որ չեն կարող արդեն հաշվել մեդալների քանակը, նրա եթերներին մասնակցելով IBF-ի տաղավարում, ուղղակի կասեմ հրաշալի մի անձնավորություն Գանե Սարգսյան, ողջույն եւ բարի գալուստ IBF-ում։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ սիրելի գործընկերներ, ուրախ եմ կրկին հանդիպելու առիթով։ Ուզում եմ ձեզ հունիս ամսվա կանխատեսումներ ներկայացնել։ Հետաքրքիր։ Այո, մենք ուշով լսում ենք։ Ասում րոպե առաջ մյուս ամսվա պլանները գծել, գիտեմ, որ շատերը որոշել են հայրենիք վերադառնալ, ամառային ամիսների իրենք ակտիվ են, ներընտանեկան, ներազգային, այդ հավաքույթներով, իրադարձություններով, հարսանիք, ծնունդ, կնունկ, ուրախություն։ Ամսի 27-ից սիրելի հետևորդներ, սիրելի գործընկերներ, մենք ունենք նորալուսին երկօրյակի կենդանակերպում, երկօրյակը դա ինֆորմացիայի տեղաշարժն է, ընդհանրապես տեղեկատվություն, ինֆորմացիա, տրանսպորտ, խոսք, փոխհարաբերությունները կշեռքում են, լավոր ունենք նաև կշեռքի կենդանակերպում, դա հունիսի 5-6-ն է, այնտեղ մեծ պրոյեկտներ, մեծ գործեր, գործընկերներ, հարաբերություններ, համենայն դեպս այդ ամենի սկիզբը կարող են դնել նորալուսին։ Անցած շաբաթ խոսել եմ ես, կրկին եմ հիշեցնում ձեզ, նորալուսի մասին, դա մայիսի 27-ին էր, լավագույն ժամանակներից մեկն է կրակի եւ օդի ազդեցության տակ ծնվածների համար նոր գործեր սկսելու համար։ Բայց սիրելի գործընկերներ, սիրելի հետևորդներ, մենք բոլորս միևնույն է ենթարկվում ենք
մենք զգում ենք այդ եզերական տենդենսները։ Երկորյակի կենդանակերպում նորալուսին լինելու է մյուս տարի։ Հետաքրքիր էր։ Դրա համար, եթե ցանկանում եք ինտեգրվել ինչ-որ դասերի նորարարություններ, քանի որ Պլուտոնը ջրհոսի կենդանակերպում է, on-line առցանց դասերն են։ Պլուտոնը ջրհոսում դա համախոհներն են, որոնց հետ դուք կարող եք մեգա պրոյեկտներ սկսել։ Մենք արդեն նախկին, քանի որ Պլուտոնը երկար ժամանակ 10 տարի եւ ավել այծեղջյուրի կենդանակերպում է, քանդեց վերափոխեց պետական ադմինիստրատիվ համակարգը, կարծրատիպերը, հիմա ջրհոսում է, վերջ, կարծրատիպեր չկան, ազատություն, քանի որ այդ նորալուսինը այն ինտելեկտուալ նշանում է, ինտելեկտուալ ազատություն։ Եվ պատահական չէ, արդեն մոտավորապես 2 տարի, 23 թվականի մարտից Պլուտոնը առաջին անգամ մտավ ջրհոս, ես հենց այդ ժամանակահատվածից նկատել եմ ակտիվություն սոցկայքերում եւ հենց TikTok հարթակում ես շատ նոր մարդկանց նկատեցի։ Իհարկե, երբ որ դիտարկում եմ, ես կարծեմ ձեզ մոտ եմ խոսել, հայտնի TikTok-երներից մեկը ջրհոսի կենդանակերպ ազատության տակ է։ Այնպես որ կյանքը իրեն է անում։ Ոչինչ հենց այնպես չի լինում, փաստորեն։ Ես բազմիցս այս հարթակում ապացուցել եմ, որ ոչինչ հենց այնպես չի սիրելի գործընկերներ։ Ամենակարևոր օրերից մեկը ես ցանկանում ներկայացնել դա ամսի 1-ին երեխաների պաշտպանության օրը Լուսինա առույցում էր Մարսիկի հետ միասին։ Հրաշալի օր է։ Հրաշալի օր, մի փոքր ուշադիր լինեն հիպերակտիվ երեխաներից, որովհետև Մարսը առյուծում էներգիան շատ է, Լուսինը այդտեղ ավելի է մեծացնում, առավոտյան ժամերը Պլուտոնի հետ բարդ դիրքեր կան, այն վայրերը, որտեղ մարդաշատ են, խմբեր են, օրինակ այդ օրը եթե ցույց լինի, ես բարդ օր է, մարդիկ կարող են խառնվել իրար եւ արհավիրք չեմ ուզում ասել, Պլուտոնի թեթև տհաճ իրադարձություններ կարող են լինել։ Տհաճ իրադարձություն կարող լինի, բայց քանի որ Պլուտոնը դա զանգվածն է, մեծ մասսաներն են, ամբողջն է, նրանք կարող են լինել անկառավարել, բայց արդեն ցերեկային ժամերին դրական դիրքեր են, երեխաների հետ գնացեք, այցելեք պատկերասրահներ, կարուսելներ, կարուսել ռուսերեն անգլերեն կոչվում merry go round, հա, ուրախ պտտվում է։ Թատրոն տարեք, ժամանցի վայրեր տարեք, բայց այդտեղ ես տեսնում եմ նաև դրական դիրքեր երկորակետ, այն վայրերը, որոնք ինտելեկտուալ առումով դրական ազդեցություն, որ ճանաչողական այցեր, ճանաչողական տուրեր, որ ձեր երեխան կամ դուք ինչ-որ բան սովորեք։ Հաջորդ կարևոր օրը ամսի 4-ին, ամսի 5-ին եւ 6-ին, հա, այստեղ ես դիտարկում եմ 5-ին, 6-ին պետք է լինի Լուսինը կշարքի կենդանակերպում, կշարքի ինչ է, փոխհարաբերություններ, ամուսին, կողակից, զուգընկեր, գործընկեր, մի հատ նորից ես այստեղ ճշտեմ, որպեսզի ձեզ այո, սիրելիներս 5-ին եւ ահա, եթե մենք դիտարկում ենք 6-ին, հստակ ասեմ, հրաշալի օր, 5-ի ցերեկվա ժամերից 6-ին դրական դիրքեր, պատկերացնեք Լուսինը կշեռքում, արևը երկորյակում եւ Պլուտոնը ջրհոսում։ Ինչ է կշեռքը գործընկերային հարաբերություններ, զուգընկեր, կողակից, երկորյակը դա ինֆորմացիայի տեղաշարժ, շփումներ, հարևան, բարեկամ, հարևան, քուր, եղբայր, ԶԼՄ-ներն են դրանք։ Պլուտոնն է ջրհոսում, համացանց, գաղափարակիցներ, պատկերացնում եք այդ դաշտում մեծ եռանկյունի դիրքավորում է, վերջապես մենք հանգիստ կարող ենք աշխատել։ Կարող եք աշխատել, ամսի 5-ը մեր աշխատանքային օրերի հետ համընկնում է 5-ն ու 6-ը։ Նոր գործընկերային հարաբերություններ կարող եք ձևավորել, նոր պրոյեկտներ, դա լրատվամիջոց, համացանց, ՏՏ ոլորտն է։ Այո, ամսի 5-ը համընկնում է Տիկին Գայանին։ Շատ լավ։ Ես այդպես էլ պատկերացնում եմ։ Նոր պրոյեկտներ կարող են, նոր ինչ-որ հետաքրքիր բան, հանրությունը, որ ուրախանա։ Աչքիս մի հատ հետաքրքիր բան միասին ամսի 5-ին փորձենք իրականացնել երեքով։ Էլի արտակ, ասենք այսպեսի մի բան, ինձ Ֆրանսիայից կրկին իմ հետևորդներից էր գրել, ասես Տիկին Գանե, ձեր կանխատեսները կատարվել են եւ ինձ հետ դեպք է եղել, ասեց ես եղել եմ հիվանդանոցում վերակենդանացման բաժնում, ձեզ ձեր անունն եմ տվել։ Եթե հարմար լինի իրեն կկանչենք, եթե հարմար լինի, տեսնենք հարմարեցնենք,
Այնտեղ զարմացել են։ Ուրեմն շատ է, փորձենք այդ ամեն իրականացնել ամսի 5-ին, արդեն փորձենք ներքին Եվ տարբերակով գործընկերային իրականացնել։ հարաբերություններ, համենայն դեպս դուք ձեր ծրագրերում ներառեք, դա բարենպաստ օրերից մեկն է։ Եթե ինչ որ գործ, սիրելի հետևորդներ, սիրելի գործընկերներ, այդ օրերին իրենք սկսեն այդ էներգիաներով, նրանք համեմատաբար, ես չեմ ասում 100% արդյունք կարա լինի կամ աստղաբանը ինչ որ հատուկ վերերկրային ուժերի հետ չէ, օրը արդեն էներգիան Նպաստավոր է, այո։ օգնող հանգամանքները ավելի շատ կլինի։ Մի շատ կարևոր լավ։ օր էլ ասեմ, ամսի 16-ը, ամսի 10-ը, հունիսի 10-ը լուսինը աղեղնավորում 10 եւ 11-ի միջև կեսօրվա ժամերը աղեղնավոր է, դա բարձրագույն կրթություն, օտար երկրներ, ճանապարհորդություններ, աշխարհայացքի զարգացում, ինչը մեծ մասշտաբի միջազգային կազմակերպություններ, դա արտաքին գործերի նախարարություններ, դա նրանք այդ անձիկ դիպլոմատներ են, եթե Յուպիտերն էլ այնտեղ գտնվում, եթե մինչև են բանակցությունները ընթանում էր համախոհների, կողակցի, զուգընկերոջ, գոլեգայի, այստեղ արդեն կարող եք տեղափոխել այլ հարթակ, միջազգային, միջպետական, նա համապետական, միջպետական այդ հարթակ։ Գլոբալ մեծ հարցերի լուծում կարող է լինել, որտեղ Պլուտոնն է ջրհոսն է, համախոհներ ձեռք բերեք ձեր ծրագրերը նրանք համաշխարհային ճանաչում կստան եւ այդպիսի մարդկանց հետ կարող եք շփվել եւ դուք հասնել այդ բարձր մակարդակի։ Այսքանը սիրելի Շնորհակալություն, ձեզ կմաղթենք հաճելի օր, դրական էներգիա, շնորհակալություն այսպիսի գեղեցիկ օրեր մեզ նվիրելու համար։ Մենք էլ պատրաստվում ենք այսպես բարձր տրամադրությամբ դիմավորենք հունիս ամիսը։ Այո, ամսի 27-ից արդեն նոր ալուսինը տանում է մեզ դեպի հունիսի հիմնական բուն այդ ժամանակահատվածը, այդ ոլորտները։ Շնորհակալ ենք։ Շատ։ Դες Լուսինե այս պահից իհարկե դրական օրերի մասին տեղեկացանք եւ իմացանք իհարկե անակնկալ կմատուցենք մեր հետևորդներին ամսի 5-ի անակնկալի մասին չենք մոռանում բնականաբար դե հիմա փորձում ենք գնալ ծրագրի 3-րդ հատված ուր ես մեզ ուղևորում Այս հատվածում իհարկե մեկ այլ շատ հետաքրքիր այսպես ասած պահ է մեզ սպասում հոգեբանական էջն է։ Թե ինչ հայրենիքի հետ կապը բնականաբար տրված է եւ շարունակական է, ինչպես հասկացաք, եւ ինչպես փորձում ենք բոլորս միասին ամեն շաբաթ этап գնալ առաջ։ Իհարկե, այս պահին ծրագրի 3-րդ հատվածում ենք գտնվում եւ մեր այսօրվա հոկեբանը մեր լավ ընկերն է Գոր Հարությունյան, ոչ միայն լավ հոկեբան է, նաեւ գտնվում է հայրենիքում 5247 կիլոմետր հեռավորության վրա։ Այդ կետը երբեք ու երբևիցե չի փոխվում։ Հուսով եմ, որ մի օր Գորը կլինի նաեւ մեր տաղավարում։ Այո, մեր գործընկեր երկու առավելություն ունի, համ լավ հոկեբան, համ Հայաստանում է գտնվում։ Հիմա փորձենք ողջունել եւ բարի գալուս մարտնել IBFM-ի ուղիղ եթեր ողջին Գոր։ Ինչպես ես։ Լավ, դուք Շատ լավ, բարձր տրամադրություն, քեզանից լավ չեն կարող լինել, քանի որ դու հայրենիքում ես, մենք հայրենիքից հեռու։ Բոլոր դեպքերում, այո, բոլոր դեպքերում ես հիշեցնեմ մեր ունկնդիրներին, որ անցյալ շաբաթ մի շատ հետաքրքիր թեմա ենք սկսել մեր հոկեբանի հետ, օրենքներ, որոնք գործում են մեր կամքից անկախ։ Մեկ մասը լսեցինք անցյալ շաբաթ, հիմա լսենք շարունակությունը, տեսնենք այլ ինչ օրենքներ կան։ Այո, մենք նախորդ շաբաթ խոսեցինք շրջանառության օրենքի մասին, երբ պետք է պատրաստ լինել թողնել մի բան, հրաժարվել մի բանից, որպեսզի ստանաս այն, ինչը ցանկանում ես, պատկերացման օրենքը ասում էր սկզբում պատկերացրու այն, ինչի մասին մտածում ես, հետո ինքնըստինքյան քայլերդ կուղվեն դեպի դրա իրականացումը։ Այսօր շարունակենք այս օրենքների մասին խոսել, հա ստեղծագործման օրենքը Մարդը կարող է հասնել բարգավաճման միայն իր մտածողության, երևակայության եւ բնազդի շնորհիվ, այսպես է այս օրենքը ասում։ Ես քանի որ թերապիայի մեջ էգզիստենցիալ ուղղության հոգեթերապևտ եմ, ասեմ, որ սա շատ մոտ է էգզիստենցիալ թերապիային այն առումով, որ շատ հաճախ մենք խոսում ենք ազատության եւ հեղինակ լինելու մասին, որ երբեք չմոռանանք, որ մենք հեղինակ ենք, իսկ հեղինակը ինչով է զբաղված, ստեղծագործելով պետք է որ զբաղված լինի։ Եթե նայեք ձեր շուրջ բոլորը, վստահ եմ, որ կտեսնեք, որ ոչ բոլոր մարդիկ են հեղինակներ, ոչ բոլոր մարդիկ են ստեղծագործողներ, որտեղ առօրյան
առօրյականությունը թույլ չի տալիս, որ մարդը հիշի երբեմն հենց իր հեղինակ լինելու իրավունքի եւ ստեղծագործելու հնարավորության մասին։ Դրա համար երբեմն երբ լինում են այցելուներ, ովքեր դժգոհում են իրենց կյանքից, ես երբեմն ասեմ, օքեյ, այս կյանքը ով է քո համար ստեղծել, ով է քո համար այս կյանքը այս պահին ձևավորել, ասում են ես, ասում եմ ումից ես դժգոհ, ասում են ինձնից, ասում եմ, բայց էլի հեղինակ ես, չէ։ Այսինքն միգուցե դու հեղինակ ես, դու ստեղծագործող ես, բայց չես ստեղծագործում այնպես, որ ինքդ գոհ լինես քո ստեղծագործությունից։ Հա, դրա համար չպետք է մոռանանք ստեղծագործման օրենքի մասին եւ այստեղ հենց պետք է հիշել շատ լավ մի խոսք, երբ ասում են այսօր դու ունես այն, ինչի մասին մտածել ես երեկ եւ վաղ ունենալու ես այն, ինչի մասին մտածում ես այսօր։ Այնպես որ ստեղծագործաբար մոտենանք մեր կյանքին եւ կարողանանք այս օրենքը դարձնել մեր ապրելակերպի մի մաս։ Հետաքրքիր է շատ, այո։ շատ։ Այո, եթե Եվ ունենք օրենքներ։ Իհարկե։ Հաջորդ օրենքը, որի մասին կուզեի խոսել, դա տալու եւ վերցնելու օրենքն է։ Չխառնենք սա շրջանառության օրենքի հետ, որտեղ շրջանառության օրենքը ընդհանրապես մեզ սովորեցնում էր հրաժարվել բաներից, ինչը հին է, իսկ տալու եւ վերցնելու օրենքը խոսում է ինքնակամ, հա, տալու, նվիրելու մեր պատրաստակամության մասին։ Մի հետաքրքիր գիրք կար, հեղինակի անունը չեմ հիշում, բայց գրքի վերնագիրը այսպես էր՝ մեկ բառանոց պատմվածք։ Եվ երբ գիրքը բացում ես, այնտեղ նախաբանն է մի քանի թերթ, որից հետո կարծես սկսում է գիրքը, գրված է առաջին գլուխ, հետո թերթում ես edge-ը եւ հաջորդ edge-ի վրա գրված է անգլերեն give, տուր։ Եվ գիրքը դրանով ավարտվում է կարծես պատմվածքը եւ հաջորդ edge-ում արդեն վերջաբանն է, որը բավականին երկար է եւ բացատրում է թե որքան կարեւոր է այդ տալու սովորույթը ձևավորել, հա, մարդը որպեսզի ձևավորի իր մեջ այս տալու օրենքը։ Իդեպ ովքեր ավելի հոգևոր են, եկեղեցի են հաճախում եւ ծանոթ են օրինակ քրիստոնեությանը, չէ, քրիստոնեության մեջ մարդկանց էլի սովորեցնում են այս տալու օրենքին, բայց այս պարագայում 5 կտակարանում դա 10-րդի օրենքն էր, որ այն ամենը ինչ որ դու ունենում ես, պետք է դրա 10%-ը 10-րդ մասը կամ 10 եկեղեցուն, իսկ նոր կտակարանում դեռ ավելի, հա, կարծես թե 10-րդը դուր, բայց դրան գումարած մի մոռացիր նվիրաբերության եւ զոհաբերությունների մասին։ Այնպես որ տալու եւ վերցնելու օրենքը, ինչպես տեսնում եք, տարբեր հարթություններում ինքնաշխատող է եւ անգամ ավելին ասում են, եթե կարևոր է ունեցած բարիքներով կիսվելը եւ եթե ունես անգամ տաղանդ, շնորհ ու չես կիսվում, նշանակում է դու քո առաքելությունը ամբողջությամբ չես կատարում երկիր մոլորակի վրա։ Այնպես որ որպեսզի անհրաժեշտ ձևով արժևորես ունակություններդ, գնահատիր շնորհներդ, ուրախացիր դրանցով եւ կիսվիր ուրախությամբ։ Շատ լավ, հետաքրքիր էր, այո։ Այո, Արտակ, այսպես ապշահար նայում ես։ Ուզում եմ հասկանամ եւս օրենք կա թե չկա։ Միգուցե արդեն մնացածը մյուս շաբաթ կարծում եմ, որովհետև արդեն ժամանակի սահության խնդիր ունենք։ Գիտեք, գնալով ավելի հետաքրքրում է ծրագիրը, փորձում ավելի շատ հասկանալ ինչ է կատարվելու հետո։ Դե մինչև հաջորդ շաբաթ հանդիպելը արդեն 4 օրենքի մասին տեղեկացված եք, կարծում եմ ինչ որ արդյունքներով կկիսվեք։
Շատ լավ։ Շնորհակալ ենք ձեզ հաճելի օր կմաղթենք, գեղեցիկ բայ, շնորհակալություն, որ IBFM-ի ուղի եթերից փորձում եք մեզ ուղղակի տանել այդ օրենքների դաշտ եւ ձեզանից սովորենք այդ օրենքներն ինչպես օգտագործել եւ ինչպես վարվել դրանց։ Այո, Ձեզ նույնպես օգուտ մեզ։ շնորհակալություն։ Այո։ Ձեզ նույնպես շնորհակալություն, մինչ հանդիպում։ Շնորհակալ ենք։ Բարի օր ձեզ, ցտեսություն։ Ցտեսություն։ Լուսինե, հիշում ես, հաճախ եմ ասում գնում ենք Հայրենիք, Հայրենիքը գտնում է 5242 կիլոմետր հեռավորության վրա, բայց այս անգամ Հայրենիք չեն գնում, գիտես։ Ապա ուր ենք գնում։ Ընդամենը գնում ենք մեզանից հեռավորություն 294 կիլոմետր հեռավորություն։ Կարող ես ասել որտեղ։ Ես կրահում եմ, կարծում եմ դա Անժե քաղաքն է։ Այո, եւ այսօրվա մեր հյուրը Մանուկ Բաբախանյան, ժամանակակից գրող, բանաստեղծ, ողջուն եւ բարի գալուստ, IBFM Մանուկ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, շատ լավ։ Մեզանից այդքան էլ շատ հեռու չեք, մոտապես 300 կիլոմետր հեռավորության վրա ենք այս պահին գտնվում, բայց հոգով սրտով մեր տաղավարում եք այս պահից սկսած։ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն։ Սիրելի ունկնդիրներ, ինչպես արդեն կրահեցիք, այսօր մեր հյուրի հետ զրուցելու ենք ժամանակակից գրականությունից, ներկայացնելով իր հեղինակած բանաստեղծությունները։ Միշտ հաճելի է ճանաչել նոր գրողների, մանավանդ Սփյուռքում ստեղծագործող։ Այ մի փոքր կպատմեք ձեր մասին, քանի տարի առաջ եք նախ տեղափոխվել Անժե եւ երբվանից եք ստեղծագործում։ Ես Մանուկ Բաբախանյանն եմ, նույնիկ ինձ ճանաչում եմ որպես կեղծանուն մանչ։ Տեղափոխվել եմ Ֆրանսիա Անժե քաղաք 5 ամիս առաջ։ Ապրում եմ Անժե քաղաքում, ստեղծագործել եմ 1920 թվական 1900 փոքրուց եմ ստեղծագործել, բայց հիմնական ստեղծագործությունները սկսել եմ 2020 թվականից։ Դե դպրոցական տարիքում մի երկու հատ փոքր ստեղծագործություններ էին, բայց հիմնական ստեղծագործությունը սկսել եմ պատերազմից հետո։ Իսկ հետաքրքիր է, այ ինչի մասին են ձեր ոտանավորները, քանի որ հենց պատերազմից հետո եք սկսել ստեղծագործել, ինչի մասին եք ստեղծագործում։ Գրում եմ հայրենիքի մասին, օտարության մասին, կյանքի մասին, սիրո մասին, մարդու տեսակի մասին, հայի մասին, բոլոր այն զգացմունքները, որ կան մարդկության մեջ, ստեղծագործում եմ հիմնականում այդ մտքերով։ Հետաքրքիր է, ասացիք, որ հենց պատերազմի այդ 2020 թվականից եք սկսել ստեղծագործել, հետաքրքիր ինչ կատարվեց, այդ հույզերը, այդ ապրումները բերեցին նրան, որ սկսեցիք, որ ցանկություն ունեցաք ստեղծագործելու եւ ձեր հույզերը, մտորումները գրչին հանձնելու։ Այո, պատերազմից հետո սկսեցի գրել պատերազմ զինվոր թեմաներից։ Հիմնական գրերս պատերազմ եւ զինվոր թեմայից էր։ Ընկերներս հորդորեցին, որ մի փոքր գրեմ հայրենիքից, կարոտից, սիրուց։ Ու ես լսեցի ընկերներիս հորդորը ու սկսեցի ստեղծագործել այլ թեմաներով։ Բայց հիմնական գիրը սկսել է պատերազմից հետո զինվոր պատերազմ թեմաներից։ Ես գիտեմ, որ շուտով ձեր առաջին գիրքն է ժողովածուն է լույս տեսնելու, որն ունի բավականին հետաքրքիր վերնագիր «Ես եւ իմ մտորումներ», այլ ինչ փուլում է։ Հիմա ամբողջ գրերը 170 գիր գտնում է Հայաստանի Հանրապետությունում, խմբագրության եւ սրբագրության փուլում են։ Նպատակ կա մինչև հուլիսի 4-ը գիրքը գոնե 300 օրինակից հրատարակել, մի որոշ կմնա Հայաստանում, կնվիրենք գրադարաներին, մի որոշ իմ ընկերներին, ստեղծագործ Հայաստանում ովքեր որ կան, իսկ մնացած մասը ցանկություն կա ուղարկեն Ֆրանսիա, այստեղ այս քաղաքում գրքի շնորհանդես եմ անելու, միանշանակ, առաջի գիրքս է շնորհանդես եմ անելու։ Ցանկությունները շատ մեծ է։ Փաստորեն այս 5 տարիների ընթացքում 100-ից ավել բանաստեղծություն եք գրել։ Այո, 180 գիր։ Եվ մի դա այն գրերն են, որ այսօր սրբագրում են։ Դրանցից դրա կա ավելի շատ գրեր, դրա ժամանակը կա, որպես ինքը մաքրագրվի, սրբագրվի ու խմբագրվի։ Շատ լավ։ Եվ քանակը նշեցիք, թե ինչ քանակով է լույս տեսնելու, այլ իսկ այստեղ օրինակ Ֆրանսիայում ինչպես կարող են մարդիկ ձեռք բերել, թե միայն նվիրատվություն պիտի անեք, նվիրեք ձեր մտերիմներին։ Միանշանակ առաջինը նվիրատվություն եմ անելու գրքերը բոլորը, որովհետև առաջի խմբականակը ցանկություն կա այս նվիրաբերել բոլոր ընկերներին։
Հուսով եմ ձեզ կնվիրաբերենք ձեր ռադիոկայանին միանշանական պայման կնվիրաբերենք։ Շատ լավ, այդ տեսեք մենք ասեցինք, նշեցինք, որ դուք հիմա Սփյուռքում եք ապրում, այստեղ մեզ է Սփյուռքյան, այսպես ասած բանաստեղծ գրող եք, եւ ես գիտեմ, որ այս թեմայով մի շատ գեղեցիկ բանաստեղծություն ունեք եւ կցանկանայի, որ այս պահին այն ընթերցեիք մեր ունկնդիրների համար։ Շնորհակալություն Լուսինե ջան, զայն տալու համար։ Ես կընթերցեմ իմ հեղինակային գործերից օտարություն, քանի որ բոլորս էլ օտարության մեջ ենք։ Թող բոլորն էլ լսեն։ Առաջին անգամ եմ այսպիսի հարթակում, մի քիչ էլ կարողահույզեր լինի, դա բնական է, բոլորի մոտ է լինում է։ Ես արդեն սկսեցի հուզվել ամեն դեպքում, երբ արդեն օտարություն բառը Հոգեպես լսեցի, այո, հոգեպես պատրաստվեցի։ Ապրելով հայրենիքից հեռու, ամեն օր ոտքս դնելով օտարի հողին, մայր լեզուն կոկորտիս մեջ խեղտելով, օտարի լեզվով եմ խոսում որդեգրած։ Կարոտը հայրենիքիս հոգուս անբաժան մասնիկն է դարձել։ Ամեն առավոտ իմ պատուհանից տեսանելի են բարձրահարկ երկնաքերերը։ Կորել է այն գեղեցիկը, որ հայրենիքում էր։ Այնտեղ իմ տապատուանից դուրս էի թռչում դեպի մեր լեռները վիթխարի։ Հայոց վանքերը մեր աղոտների։ Կարոտել եմ քեզ իմ Հայաստան։ Կարոտել եմ հողիդ, քարիդ, հացիդ, բնությանը դու իմ մայր լեզվին։ Երանի այս դաժան ճակատագին ինչ չխել էր քեզանից, օտար ամայի ափեր բերելով։ Ես ամեն գիշեր աչքս փակելով խնդրում եմ երազներից, ինձ իմ հայրենիք տարեք։ Ես տուն եմ ուզում, տարեք մանկություն երազներ։ Մոլորվել եմ այս անծանոթ աշխարհի մեջ։ Կարծես մարմինս երկու կտոր արած լինեն։ Մեկը քո գրկում է իմ Հայաստան, մեկն էլ գերի է օտարին դարձած։ Բայց չեմ դադարում հայրենիքն ամառել իմը, որովհետև այնտեղ իմ հոգին է։ Երանի այն մարդուն, ով չի հապրել օտարություն։ Երանի այն մարդուն, ով իր մաշկի վրա չի զգացել այդ կարոտի ցավը։ Ես ամեն օր ապրում եմ սպասումից մաշված հայրենիք տանող ճանապարհներին։ Սպասիր ինձ իմ հայրենիք, մի օր ես կվերադառնամ։ Կվերադառնամ, որ գրկեմ հողդ կարոտը սրտումս պահած։ Չորացնելով հոգուս արցունքներն այսքան տարիների, որ լցվել էր այս օտարությունից։ Սպասիր մեզ Հայաստան, մի օր բոլորս անպայման տուն կվերադառնանք։ Կարծում եմ այսօր այս պահին շատերը հուզվեցին, Արտակ բոլոր դեպքերում շատ հուզված եք, Արտակ, ես կարծում եմ արդեն ժամանակն է, որ դու այցելես Հայաստան, շուտվանից այնտեղ չես եղել եւ այսպես այդ իսկ պատճառով այսպես բավականին հուզվեցիր։ Շատ շնորհակալ ենք այս գեղեցիկ բանաստեղծությունը ընթերցելու համար։ Գիտեք, ուղղակի կուզեմ ավելացնել մանուկ, որ յուրաքանչյուր մարդ, երբ որ գտնում է հայրենիքից հեռու, երբ որ ընդամենը լսում է օտարություն բառը կամ կարոտ կամ այդ խոսում է հոգու խորքում ամեն ինչ խառնվել իրար ու ուղղակի ուզում եմ մեկ պահ բղավել, ինչ գործ ունենք մենք այստեղ։ Վայ Արտակ։ Ես կուզեմ նաև նշել մեր ունկնդիրներին, որ դուք գրելուց զատ TikTok-յան հարթակում բլոգ եք վարում։ Մի փոքր կպատմեք այս մասին։ Գիտեմ, որ ներկայացնում եք դասական եւ ժամանակակից գրողներին։ Եվ ինչի մասին եք խոսում այնտեղ։ TikTok-յան հարթակում վարում եմ ասմունքի եւ երգի երեկոներ։ Ամեն ուրբաթ սկսում է Հայաստանի ժամանակով 21:30-ին մինչև 01:00։ Եթերը հիմնականում ասմունքի եւ երգի երեկո է։ Ընթերցում ենք դասականներից եւ ժամանակակիցներից, ձևավորում ենք մի գեղեցիկ ընտանիք, քանի որ անկախ որ եթերը իմ եթերում Մանուկ Բաբախանյանի լայվում ասած TikTok-յան հարթակում ես ու մենք ունենք հատուկ նշանաբան ավանդագիր գրական ակումբ մշակույթի հոսանքներում բացի թողնեք ձեր ժամանակը լողալու մեր մշակույթի հոսանքներում շատ գեղեցիկ ստեղծագործական ոգի ենք դրել այս ամեն ինչի մեջ մեզ միանում են շատ լավ ընկերներ նոր սերնդի բանաստեղծներ ովքեր են միանում ովքեր են մասնակցում այս բլոգին մեզ միանում են շատ լավ ընկերներ ժամանակակից գրողներից մեզ միանում է Սուրո Գրիկը, Մեխակ Մեհերյանը, Արտուր Ծատուրյանը, Էդգար Մանասյանը, Անուշ Շոհանյանը, Սիլվա Գունալյանը, Ինեսա Սեյնյանը,
Դրանք բոլորը ժամանակակից ստեղծագործողներ Բավականին են։ շատ ժամանակակից գրողներ ունենք այսօր, այո, եւ որոշ գրողներ նույնիսկ շատերը չեն էլ ճանաչում, այո, եւ սա շատ լավ հնարավորություն է հարթակ, որպեսզի մարդիկ իրենց ճանաչեն նաեւ այստեղ Սփյուռքում։ Եվ համագործակցությունը ինչպես է լինում իրենց հետ։ Շատ լավ, շատ գեղեցիկ, քանի որ բացի իրենց միանալուց մեզ միանում են այնպիսի ասմունքողներ, ովքեր սիրում են կարդալ ստեղծագործողներից։ Դառնում է մի գեղեցիկ ընտանիք, անգամ մեզ միանում է հայտնի մեզ շատ ճանաչված Արտակ Կիրակոսյանը, որը որ բնակվում է Գերմանիայում, ինքը օպերայի երգիչ եւ իր միշտ իրեն մենք գնում ենք մեծն մայստրոն է մեզ միանում են շատ գեղեցիկ կարդացողներ, ունենք շատ լավ ընտանիք։ Ցանկանանք մարդիկ հետևեն մեր էջին։ Ես վերջում մի փոքր անակնկալ ունեմ ասելու բոլորին կապված էջի հետ, Շատ լավ։ կապված եթերների հետ։ Ես տեղյակ եմ, որ վերջերս ձեր ստեղծագործություններից մի քանիսը ներկայացրեք նաև ապրիլի 24-ին հայոց ցեղասպանության հիշատակման օրը հենց ձեր քաղաքում, Անժե քաղաքում։ Մի փոքր կպատմեք այս մասին, այ ինչպես հրավեր ստացաք։ Ես Անժե քաղաքում էի, ընկերները գիտեին, որ ես ստեղծագործող եմ, քանի որ մի քանի անգամ արդեն հարկ էր եղել նրանց հետ Վիկտոր հաց կիսելու, ոնց որ մենք ենք ասում հայեցի, աղոհաց կիսելու, եւ կինս, քանի որ ժամանակին ինքը ավելի շուտ է բնակվել Անժե քաղաքում, ճանաչում էին բոլորը, մի քանի հանդիպումների ընթացքում կարողացա ընկերություն ձեռք բերել ու ընկերներս ապրիլի 24-ի օրը եկեղեցում քահանան ինքը ֆրանսիացի էր, ինքը մեր եղեռնի համար խոսեց, շատ սիրուն խոսեց ու ցանկություն կար, որ ես էլ խոսեի, ընկերների միջնորդությամբ քահանան ինձ ձայն տվեց խոսելու, ներկայացրեցի մեր ցեղասպանությունից հատվածներ, կարդացի մի քանի դրվագներ, բայց հիմնականում այդ օրը կարդացել եմ այն գիրը, որը որ հայի մասին է, հայ տեսակի մասին է, որտեղ հայ լինելը դա գրով կարող ես բացատրել ու ասել բոլոր ընկերները տեսեն։ Եթե ցանկություն կա, կարող եմ ընթերցել մի գործ։ Ես ուզում եի ասել, որ վերջում էլ նախատեսել է անպայման մեկ այլ հնարավորություն տալ մեկ այլ բանաստեղծություն եւս ընթերցել։ Լսում ենք։ Այն որ դու հայ ես։ Ու ազգանունդ վերջանում է յանով։ Դա պատիվ է ոչ թե պարզապես ազգանուն։ Դա ժառանգություն է գրված ոչ միայն պատմության գրքերում, այլ փորագրված սրտերում։ Այն որ դու հայ ես, դա նշանակում է լինել հողի որդի, որի վրա նոյն է իջել սուպ լեռան Արարատի ոտքին։ Այն որ դու հայ ես, նշանակում է ունենալ լեզու, որն աշխարհում հնագույններից է, ու գրեր տրված ինչպես երկնքից աստվածային։ Մեսրոպյան տարրերը միայն գրություն չեն, դրանք աղոթք են, իմաստ, հոգևոր լույս։ Այն որ դու հայ ես, դու գալիս ես այն ազգից, ով առաջին ընդունեց Քրիստոսին որպես փրկիչ։ Քո սիրտը քարոզում է հավատք, քո հոգին բոցավառում է աղոթքով։ Եկեղեցին քո տունն է, սուրբ վայր, ուր խոսում են Աստծո հետ հայերեն։ Այն որ դու հայ ես, աշխարհը գիտի քո խելքը, քո արհեստը, քո գիտություն ու ստեղծարար ոգին։ Դու ծնվում ես որպես բանաստեղծ, արտանում ես որպես զինվոր, ապրում ես որպես ճարտարագետ հոգի։ Այն որ դու հայ ես, դա նշանակում է ժպտալ ցավի մեջ, պայքարել հույսով, կանգնել ուղիղ նույնիսկ կոտրված ժամանակ։ Քո մեջ կա սարդարապատի կամք, Արցախյան լեռների ուժ, Վարդանի հավատի մարտասիրություն։ Արտակ ջան, այն որ դու հայ ես, նշանակում է, որ քո պատմությունը միայն անցյալ չէ, դա պարտավորություն է։ Պարտավորություն պահելու լեզուն, մշակույթը, հավատքը, սիրել Տիրոջդ ողջ հոգով ու սրտով։ Լուսինե ջան, այն որ դու հայ ես, Աստված գիտի քեզ անունով։ Նա տեսնում է, երբ աղոթում ես, լսում է, երբ լռում ես, եւ ամեն անգամ, երբ ասում ես հայր մեր, երկինքը բացում է քո աղոթներից, ոչ թե պարզապես հայ ես։ Դու ապրում ես մի ազգի պատմության մեջ, որի հիմքը հավատն է, պատը զոհաբերությունը։
ու տանիքը քո հույսը։ Այն որ դու հայ ես դա շնորհ է։ Գնահատիր ու պահպանիր, հպարտացիր։ Եվ ինչպես ասում եմ, մեծ ընկարեգին նժդեհը ոսկի տողեր ունի։ Հայ լինելը հպարտություն է, հայ մնալը պատիվ, պատվո մնաս իմ հայ ժողովուրդ։ Շնորհակալություն ձեզ։ Շատ Հայ, լավ, մենք ենք շնորհակալ Արփ։ Ուղղակի այնքան հետաքրքիր է, որ երկու հարց ունեմ հա ձեզ տալու։ Ինչն է պատճառը, որ գրում եք հայ տեսակի մասին։ Հայ տեսակի համար գրելը այնքան շատ պետք է գրես, այնքան շատ, որտեղ հավատացեք կորել այդ տեսակը։ Շատ է կորել այդ տեսակը։ Մենք ամեն օր հանդիպում ենք, տեսնում ենք հարթակներում, սոցցանցերում, հավատացեք շատ լավերն էլ կան, շատ լավերն էլ կան։ Բայց հայ տեսակը մի քիչ պակասել է, մի փոքր պակասել է, հայեցի մնալը, հայեցի ապրելը պակասում է։ Ու դրա համար գրում ենք այս բանաստեղծությունը իմ հոգում է արտնացել, որ ես գրեմ հայ տեսակի մասին, որ հասկանա, որ ինքն առաջինը, միշտ առաջինը հայերով են չափը աշխարհում։ Իսկ հիմա կներեք ուղղակի։ Իսկ հիմա շատ քիչ են չափում հայերով։ Կուզենայի հասկանալ եւս մեկ հարցի պատասխան, հա, հիմա օտար հողում ենք, բոլորս ապրում ենք օտար հողում, այլ հայրենիքում լինելով հանդերձ կգրեք նույնը բանաստեղծությունները թե ոչ։ Միանշանակ արտակցար միանշանակ գրում էի։ Միանշանակ գրել եմ հայրենիքում ապրած ժամանակ եմ գրել, հայրենիքից դուրս եմ գրել։ Քիչ առաջ ասեցիք, որ անակնկալ ունեք կապված ձեր բլոգի հետ։ Խնդրեմ, լսում ենք ինչի մասին է խոսքը։ Այո, քանի որ իմ ընկերները շատերը սպասում են այս եթերին, որ պետք է տեղադրվի մեր համացանցում, հունիս ամսից ավանդակիր գրական ակումբը հանդես է գալուց նոր եթերաշրջան, նոր ձև, այսինքն լինելու է իմ մոտ խաղի տեսք։ Ասմունքիր, եթե կարող ես, միանալու են մեզ բոլոր տեղերից, ովքեր ցանկանում են, ասմունքերն են, այո, ասմունքերն են, բայց ոչ մեկ չի իմանալու ինչ թեմայից է լինելու, քանի որ TikTok-յան հարթակում թույլ է տալիս վերև բարձրանալ, դա կոչվում է lift բարձրանալ, 8 հոգի բարձրանալու են, ու իրենք սկսելու են ասմունքել, բայց ոչ մեկ չի իմանալու ինչ թեմայից, քանի որ 10 րոպե երաժշտություն է գնալու ու այդ ընթացքում ասվելու է հիմնական թեմանով է։ Այսօր ասմունքելու ենք Ավետիք Իսահակյան, որտեղից ուզում եմ պետք է ճարեն, որտեղ հենց ինքը կոչվում է ասմունքիր, եթե կարող ես։ Պետք է պայքարի ու տենց 3 փուլ է լինելու, 3 փուլից հետո ներքևի հանդիսատեսները, մեր ընկերները, որ մեզ միանում են, իրանք քվեարկելու են ումն են ուզում, որտեղ ամեն մեկն ունենալու է իր գունավոր սրտիկը։ 3 րոպեից հետո փակվելու է, հաղթողը դուրս է գալիս ֆինալ, շաբաթական 2 անգամ է լինելու, ամսվա կտրվածքով դուրս եկող ֆինալը առաջի տեղը ովքեր որ կմասնակցեն գլխավոր մեգա ասմունքին, որ բոլոր հաղթողներն են մասնակցելու, հաղթողը կստանա իր նվերը անձամբ ավանդագիր գրական էջի կողմից։ Իսկ ինչ նվեր է սպասում, 1 րոպե, ես ճշտում եմ, տեսնեմ եթե լավ բան է, գնա մասնակցեմ, 1 րոպե լուսինե ջան։ Միանշանակ, քանի որ մենք գրական ասպարեզում ենք, միանշանակ առաջինը լինելու է գիրք եւ մի փոքր դրամական Շատ բան չեմ ուզում։ Երկորվա լավ հանգիստ ապավեք մի հատ եկնամ լավ։ Չէ, մենք այդքան արա, եթե ժամանակին սպողը այստեղ գիրք են նվիրում։ Սա ուղղակի կատակ ձեր գործերին հաջողություն ենք մաղթում, նանուկ լիք հաջողություններ ու լիք ծրագրեր։ Փաստորեն նրանք ովքեր հետաքրքրված են, թող անպայման միանան ձեր էջին։ Շնորհակալություն ձեզ շատ։ Ինչ կմաղթեք IBFM ռադիոկայանին մեծ ծրագրին, մեզ հայրենիքում եւ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին։ Սփյուռքում ապրող իմ հայրենակիցներին կմաղթեմ Աստծո խաղաղություն ամենակարևորը։ Ինչքան ապրենք Սփյուռքում, բոլորը իրենց կյանքին մի 20 տարին որ պետք է ապրեն իրենց հայրենիքում։ Ես մենակ այդ կմաղթեմ, որտեղ յուրաքանչյուրի մոտ կա կարոտ հայրենիքի հանդեպ։ Ես կցանկանամ Իզեր ռադիոկայանին, կցանկանամ ամենալավն ու բարին, ունենաք մեծ լսարան, լավ ու կնդիրներ, լավ մասնակիցներ,
եւ ձեզ ձեր եւ ընտանիքներին, ձեր արտաքին լուսինի ընտանիքին միանշանակ Աստծո օրհնություն։ Ես Շնորհակալ ենք։ այդքան կասեմ։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն, Ձեզ Մանուկ։ բարի օր ենք մաղթում։ Ձեզ բարի օր ենք մաղթում, հետաքրքիր պահեր եւ անակնկալներ ձեր ամբողջ կյանքի ընթացքում։ Հուսով եմ, որ բախտ կունենանք եւս ձեզ հետ եւս հանդիպելու մեկ ուրիշ անգամ եւ ոչ թե լինի 180-ից ավելի գրել բանաստեղծություններ, այլ լինեն այնքան շատ, որ մենք ինքներս չհասնենք այդ ամեն ինչի մասին բարձրաձայնել եւ պատմել մեր ուկնդինի եւ հայրենիքում եւ սփյուռքում ապրող մեր հետևորդներին։ Ձեզ հաճելի օր կմաղթենք, դրական էներգիա փորձեք այսպեսի տեսակ լինել, ձեր տեսակը շատ է պետք մեզ ու մենք ձեր տեսակով ավելի շատ հպարտանում ենք, ողջևորվում ենք եւ ձեր միջոցով փորձում ենք այս ռադիոկայանից այդ տեսակի մասին ուղղակի խոսել։ Ցտեսություն, բարի օր ձեզ։ Ստեսություն, շնորհակալություն ձեզ։ Դե Լուսինե փորձում ենք անցում կատարել top 3 երաժշտական բաժին։ Այո, այս պահին արդեն տեսնենք, թե ինչեր եմ ես ձեզ համար պատրաստել այս շաբաթվա համար։ Լուսինե, մի այսպիսի երգ կա, լսած կաս, ես պուճուր, յարս պուճուր։ Ինչ թվում է այս երգը բոլորն են լսել արտակ, ուղղակի այս անգամ նոր մեկնաբանություն է եկել, երգիչը նոր է, ես ինքս նոր եմ բացահայտել եւ այսպես է իր բեմական անունը Գև Կարապետյան եւ երգում է այսպես ճանաչված երգը ես պուճուր, յարս պուճուր, տեսնենք թե նա ինչպես է այս երգը մեկնաբանում։ Հրաշալի կատարում էր, կարծես թե այսպես առաջին անգամ այս կատարումը այս տեսակ փորձեցինք Այո։ վայելել, բայց հետաքրքիր մի կատարում եւս մեզ սպասում է, հաճախ են մարդիկ ասում ворթիս։ Այո, եւ հաճախ են մարդիկ իրենց երեխայի տղայի հետ զրուցում եւ նույն ձևել նույն կերպ էլ վարվել է հենց Քրիստինե Պեպելյանը, քանի որ իր վերջին երգը հենց իրեն է նվիրված որդուն եւ կոչվում է որդիս։ Գիտես որ հաճախ մեկը մյուսին զանգահարում եւ զրուցում է միմյանց հետ ասում է կգամ։ Դու կարծում եմ արդեն տեսել ես հաջորդ երգի վերնագիրը, այո, դա հեղինակային երգ է, Վահագ Ռաշի երգն է, քանի որ ինքն է երաժշտությունը գրում, տեսնենք ինչպիսի հետաքրքիր երգ է այս անգամ հեղինակել, կգամ։ IBFM-ի եթերում IBFM-ի անցուդարձն է մեզ շատ սիրելի ռադիոլսողներ, ձեզ մաղթում ենք իհարկե դրական էներգիա, գեղեցիկ գույներ փորձեք վայելել ամեն վայրկյանն ու րոպեն։ Հաճախակի միացեք IBFM-ին եւ լսեք մեզ։ Մի ժամը 12-ը կլսենք երաժշտություն։ Իսկ ուղիղ ժամը 12-ին լուրերն են մեր եթերում ֆրանսերեն լեզվով։ Տաղավարում ձեզ համար աշխատեցին Լուսինե Վարդանյանը Եվ Արտակ Թադևոսյանը։ Կհանդիպենք մյուս շաբաթ նույն ժամին ձեզ կասենք ողջույն IBFM-ի եթերում IBFM-ի անցուդարձն է։ Ես կասեի նույնիսկ արդեն կհանդիպենք մյուս ամիս։ Բարի օր բոլորիդ, ցտեսություն։